Ողջույն, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել է Մանուել Ճարտարապետը 915-ից 921 թվականներին Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորի պատվերով։ Ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակը Վրեժ Վարդանյան, Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը։ Գիրքը հրատարակել է Երևանի համալսարանի հրատարակչությունը 1969 թվականին։ Գիրքը բաղկացած է 7 գլխից, որոնցում ներկայացվում է Արծրունյաց տոհմի պատմությունը 9-րդ դարի երկրորդ կեսից մինչև Սեբաստիա տեղափոխվելը, արաբական խալիֆայության թուլացմանը և մասնատմանը զուգընթաց հայքում հզորանում են հայկական իշխանական տոհմերը, բագրատունիները, արծունիները, սյունիները։ Վասպուրականում ձևավորվում է արծունիների իշխանությունը Վան մայրաքաղաքով։ 885 թվականին Բագրատունյաց թագավորության ստեղծումից հետո Աշոտ առաջին մեծի ժամանակ Վասպուրականում իշխում էր Դերենիկ Արծրունին, ով ամուսնացած էր Աշոտ առաջին մեծի դստեր Սոֆիա Բագրատունու հետ։ Իրեն հաջորդում է ավագ որդին Աշոտը, ով մահանում է 904 թվականին։ Վերջինիս հաջորդում է իր եղբայր Գագիկը, ով վիճում է Սմբատ-Սյունի իշխանի հետ Նախիջևանի պատկանելության պատճառով։ Սմբատ առաջին Բագրատունի արքան Նախիջևանը հանձնում է սյունիներին։ Գագիկ Արծրունին դիմում է Ատրպատականի Սաջան Ամիռա Յուսուֆին։ Վերջինս 908 թվականին արաբ խալիֆի կողմից թագ է տալիս Գագիկ Արծունուն, ձևավորվում է Վասպուրականի Արծունյաց թագավորությունը։ Հետագայում Գագիկ Արծրունին հաշտվում է Սմբատ առաջին Բագրատունի թագավորի որդու Աշոտ երկրորդ Երկաթի հետ, ճանաչելով Բագրատունյաց շահնշահի գերիշխանությունը։ Վասպուրականի Արծունյաց թագավորությունում է ծնվել Սուրբ Գրիգոր Նարեկացին, ով հեղինակն է Մատյան ողբերգության ստեղծագործությանը։ 11-րդ դարի սկզբներին Վասպուրականի Արծունյաց թագավորությունը թուլանում է։ Բյուզանդիայի հայազգի կայսր Վասիլ II-ի հորդորով Հովհաննես Սերեքերիմ Արծունի թագավորը 1021 թվականին Վասպուրականը հանձնում է կայսրությանը, փոխարենը ստանալով փոքր հայքի Սեբաստիա քաղաքը և շրջակայքը։ Այդ չհաշվարկված փոքրիկի արարքը հետագայում մեծ փորձանքների է հանգեցնում Վասպուրականի բնիկ հայ ժողովրդին։ Գիրքը հետաքրքիր կլինի միջնադարյան Հայաստանի, Բյուզանդիայի, արաբական խալիֆայության, Առաջավոր Ասիայի պատմությամբ հետաքրքրվողներին։ Շնորհակալություն ուշադրության համար։